Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ պարոն Արա Հակոբյանի հետ։ Ողջույն պարոն Հակոբյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես բոլորս գիտենք, հրապարակեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ կամ կարգավորման հետ կապված որոշ փաստաթղթեր, խնդրեմ ձեր մեկնաբանությունը ինչու նա դա արեց, նա ինչ-որ բաներ փորձում ապացուցել դրանով, ստացվեց, ինչ չգիտեինք, ինչ իմացանք եւ ինչպեսին եղավ արձագանքը այդ հրապարակումից հետո։ Տեսեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի ճակերտներն իհարկե, ինքը խոստանում էր երկար ժամանակ, որ այն մեղադրանքները, որ իրան ուղղվում է, որ 19 թվականին իրան փաստաթուղթ է հղել Մինսկի խումբը, ինքը այդ փաստաթուղթը անտեսել է եւ այդ պատճառով պատերազմ է եղել, ինքը փորձում էր այդ փաստաթղթերի որոշ փաստաթղթեր, ինչպես դուք ասացիք, որտեղ դա ամբողջական փաստաթղթ չէր, հրապարակումով ցույց տալ, որ պատերազմի 20 թվականի պատերազմը ինքը օրինաչափ էր, ինքը չէր կարող չլինել փաստացի եւ մենք այդ պատերազմում փաստացի ըստ իրեն նորից ըստ իր այսպես ասած ուղերձների մենք այդ պատերազմի պատրաստ չենք եւ փաստորեն մենք մի ճանապարհ ունենք միայն զիջելու եւ այդ ամեն ինչը եկել էր մինչ իրեն եղած բանակցողներից հիմա այսինքն նախկիններ եթե այդ թեզը ընդհանրացնենք ամեն ինչ արվել է նախկինների կողմից եւ դա այսպես ասած ճակերտներում գծվել է Նիկոլ Փաշինյանի խեղճ Նիկոլ Փաշինյանի գրպանը եւ դա հետագնում Լիսաբոնին այնտեղ ընդունած բանաձևին ասելով որ փաստորեն մենք ի սկզբանե Արցախը ընդհանուր առմամբ Արցախը Լեռնային Ղարաբաղը չենք կարող ունենալ Ադրբեջանի կազմից դուրս մյուս կողմը նորից ճակերտներում ընդդիմադիր կողմը մեծ աղմուկ է բարձրացնում, ասելով այդ տեսեք, մենք ասում ենք, որ տեսեք 19 թվականին եղել է Մինսկի խմբի առաջարկությունը, Նիկոլ Փաշինյանը դրա ընթացք չի տվել, եւ այլն, մեզ էլ խաբում էր, ասում էր, որ չկա տենց առաջարկություն, եւ եթե ինքը դրան ընթացք տար, իսկ այդ փաստաթուղթը վատը չէր, պատերազմը չէր լինի, մենք չենք պարտվի, եւ այլի շարունակում, այսինքն մեզ էլի բոլորիս գցում են իմ կարծիքով եւ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նախաձեռնում է եւ տիտղոսային ընդդիմություն կոչվող մասն էլ շատ լավ դա վերցնում է եւ խաղարկում է նախկին ներկա այդ արատավոր շրջանի մեջ բայց իրական պատճառը թե ինչի մենք ունեցանք այս իրավիճակը եւ ինչի փաստորեն մենք կորցրեցինք գոնե այս պահով եւ մոտակա կարծում եմ ժամանակների համար Արցախը ամբողջությամբ հայաթափված է վիճակում հիմնական պատճառն չեն անդրադառնում իսկ հիմնական պատճառը հետեւյալն է որ սկսած 91 թվականից հայկական կողմը ներկայացնողները Տեր-Պետրոսյան Լևոն եւ այն ժամանակվա այդ թվում Ղարաբաղյան այսինքն Հայաստան եւ Ղարաբաղ եթե որոշակի պայմանական տարանջատում անենք հայկական վերնախավը, հայաստանյան վերնախավը, Ղարաբաղյան վերնախավը երկուսն էլ փաստորեն մերժեցին 90 թվի որոշումը 89 թվի որոշումը Հայաստանին Արցախի միացման եւ գնացին ճակերտներում ինքնորոշման ճանապարհով, որը չէր կարող չբերել այս արդյունքի։ Եվ Արցախի հարցը հանեցին հայկական հարցի շրջանակից։ Սա է եղել հիմնապատճառը։ Այստեղ է, որ մենք չենք կարող փաստորեն այս վերջնարդյունքը չունենալ։ Եվ այս հրամանարված, շրջանառված փաստաթղթերի մեջ այդ կռիվը, ինչպես եւ Մեծ Ընթումանյանն ասել, մեկը մյուսին ասում է դու գող կատու, մեկը մյուսին ասում է դու քաչալ շուն, գող կատու քաչալ շունը, փաստորեն երկուսն են նույն Հայաստանը 35 տարի տիրող իշխանական համակարգից են, պարզապես հիմա իշխանական համակարգային պայքարը գնում, թե որ կողմնա վերարտադրվող իշխանական համակարգի շրջանակում ենթադրաբար 26 թվականին ավելի մեծ մասնաբաժին ունենա։ Պարոն Հակոբյան, այդ փաստաթղթերից ինչ որ բան բխեց նորություն, մենք ինչ որ բան, եթե կարելի Ես իմ համար համենայն դեպս, ինչ որ ես ասեցի դա ընդհանուր փաթեթին էր վերաբերվում, բայց իմ համար շատ հետաքրքիր էր, որտեվ ես անկեղծ ասած այդ նամակը չգիտեի, չէի կարդացել, շատ հետաքրքիր Սերժ Սարգսյանի նամակը
Պուտինին, ես կարծում այլ նամակներ են ենթադրաբար եղել, բայց այս նամակը ինքը հետաքրքիր եւ հետաքրքիր էր ինչով։ Փաստորեն մենք մեր քաղաքական ուժը եւ արմատական ազգայնական ուժերը ասում են հետեւյալը, որ ինչ բանակցություններ էլ վարվել են մինչև 20 թվականը կամ 20 թվականից հետո, այդ ամբողջ ընթացքում Ադրբեջանը եւ ոչ մի անգամ փաստացի չի համաձայնվել, որ Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը ավելի ճշգրիտ կարող է լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս։ Սերժ Սարգսյանի նամակը դրա մասին է։ Սերժ Սարգսյանը դժգոհում է փաստորեն իր նամակում ներկայացնելով իրողությունը, դժգոհում է այն փաստից, որ Ադրբեջանը տարբեր առաջարկություններ են եկել տարբեր եռանախագահների, տարբեր ժամանակներում Փաստորեն Ադրբեջանը կայուն մնացել է այն դիրքորոշմանը, որ առաջին հերթին պետք է տարածքները վերադարձնենք, նոր մնացածի մասին կարող է եւ խոսենք։ Եվ Սերժ Սարգսյանը այդ նամակում հստակ ասում է նաեւ, որ Ադրբեջանը հրաժարվել է անգամ Մադրիդի սկզբունքներից, մադրիդյան սկզբունքներից։ Նամակի մեջ սևը սպիտակով դա գրված է։ Խոսքը գնում է 2016 թվականի մասին, եկեք չմոռանանք եւ քարորա պատերազմից հետո, եթե չեմ սխալվում, օգոստոսին է այդ նամակը։ Օգոստոսի 10-ին ընդ որում նշվեց, որ ՊՊԾ գունդի իրադարձությունների հետո նաեւ, այո, բայց առաջնային այդտեղ քարորա պատերազմն էր, որից եւ Սերժ Սարգսյանը նաեւ արձանագրում է այդտեղ փաստը, որ փաստացի դիսբալանս կա ռազմական զորությունների մեջ, հայկական եւ ադրբեջանական Փաստացի անդրադառնում է Լավրովյան, ծրագրին, որտեղ նույնպես իր բանն անհամաձայնությունն ու դժգոհությունն արտահայտում, որտեղ փաստացի նորից միակողմանի զիջումներ են նախատեսված Հայաստանի համար, այսինքն տարածքների զիջում դրա դիմաց ոչ մի հստակ դիրքորոշում եւ ոչ մի հստակ պարտավորություն վերցված Ադրբեջանի կողմից։ Այո, այդպես է եղել եւ այդպես է եղել ամենասկզբից։ Դեռևս 94 թվականին արձանագրված Բիշկեկյան փաստաթղթում ազատագրված տարածքները ձևակերպված են եղել որպես օկուպացված եւ վերադարձի ենթակա։ Այն պարագայում, երբ որ հայկական կողմը ջախջախիչ պարտության մատնել Ադրբեջանին, այդ ժամանակ անգամ կառավարական կեցվածքացուց բել Տեր-Պետրոսյան Երևանը մնացածը իր հետ միասին, որով համաձայնվել են զիջել տարածքները Ադրբեջանում։ Եվ դա շարունակվել է մինչև 20 թվականի պատերազմը։ Մինչև 16 թվականը 7 շրջանի հետ վերադարձ տեղի չի ունեցել։ Տեղի չի ունեցել, որովհետև ինքը անընդհատ այդ ընթացքում բանա ադրբեջանական կողմը չի համաձայնվել որևէ Որովհետև կապված է եղել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ այդ երկուսը, թե ոչ։ Չէ, դա կապված է եղել փաստաթղթային։ Այսինքն կապվածությունը, բայց եթե դու ինքնորոշման խնդրի տիրույթում ես հարցը դնում, ապա ինչպես հայտնի խոսք է այսօր շատաշրջաններում, տանգոն երկու հոգով են ապարում։ Հայկական կողմը ինչքան ուզում է զիջումներ անի, ադրբեջանական կողմը եւ ոչ մի անգամ զիջումներ չի արել։ Ոչ մի անգամ։ Նույն այդ նամակում Սերժ Սարգսյանը հողմանում նաեւ Կազանի փաստաթղթին, ասելով որ մենք ինչ որ պետք էր զիջեցինք, մենք ինչ որ պետք էր չպնդեցինք, իսկ ադրբեջանական կողմը վերջի պահին 10 հավելյալ պահանջ բերեց։ Այսինքն ադրբեջանական կողմը երբևիցե ոչ մի պարագայում ինչ թուղթ ուզում է դրած լինեն քննարկել է եւ համաձայնվել է որ տարածքները պետք է հետ գնա Ադրբեջանին, բայց Արցախը որ Ադրբեջանից դուրս պետք է լինի, Լեռնային Ղարաբաղը կներեք, Արցախը մենք ասում ենք, բայց փաստացի Լեռնային Ղարաբաղի մասն էր խոսքը։ Այդ բանին ոչ մի անգամ Ադրբեջանը չի համաձայնվել, նորից նույն նամակում Սերժ Սարգսյանն ասում է, այդ կարգավիճակ, միջանկյալ կարգավիճակի Ադրբեջանը այդ ամեն ինչը թողնում է անորոշ։ Նաև անորոշ է թողնում, թե այդ այսպես կոչված հանրակրվեջ այնտեղ կամ արտահայտությունն է պարտադիր, ինչ ժողովուրդ եւ որ տարածքներում ինչ քանակությամբ, ասում եմ, այստեղ էլ հստակություն չի թողնում Ադրբեջանը, հստակությունն է պետք մտցնել եւ այլն։ Այսինքն Ադրբեջանը ոչ մի անգամ 25, 26, 30 տարի շարունակ չի համաձայնվել, ճնշումներ եղել են, ենթադրաբար եղել են, բայց նա չի համաձայնվել։ Նա կայուն հստակ դիրքորոշում է ունեցել եւ պատրաստվել է պատերազմի։ Պատրաստվել է պատերազմի, այսինքն եթե ինքը չի կարողանում փաստաթղթային
զիջումներ ստանա, իր համար անհրաժեշտ, այսինքն ինչ է իր համար զիջումը, որ այդ ամբողջ տարածքը մնում է Ադրբեջանի մեջ, որոշակի ինքնավարությամբ։ Չի կարող նա պատրաստում է պատերազմի։ Իր երկիրը պատրաստում էր 36 տարի շարունակ 26 տարի շարունակ պարտված Ադրբեջանը պատերազմ։ Այսինքն Փաշինյանը դա էր ուզում ընդգծել եւ դա ստացվեց իր մոտ ուզում եք ասել։ Չէ, ասել։ Փաշինյանը ուզում էր ընդգծել հետեւյալը, որ ինքը մեղավոր չի, հիմնականից ինքը ունի պատասխանատվություն, բայց հիմնական մեղքի Իրանը չի, ինքը պարզել է ուշա պարզը ըստ իրեն, էլի դժբախտաբար, որ ինքը կարող էր հաստատի միակ տարբերակը Արցախի ի սկզբանե զիջելներ, բայց նաև ասում է, որ այդ դեպքում իրանք ասեն դավաճան, բայց ուրիշ ելք չի եղել։ Փաշինյանը ասած է այդ։ Բայց նաև Սերժ Սարգսյանը կարող էր 7 շրջանի հետ Արցախ Ղարաբաղը զիջեր, եւ Քոչարյանը կարող էր զիջեր, ասում է երևի թե Փաշինյանը։ Պարզապես ցույց է տալիս, ես հարցի տեսքով եմ տալիս։ Արդյոք Փաշինյանը, իմ հարցս հետեւյալն էր, ինչ էր ուզում ապացուցել Փաշինյանը այս փաստաթղթերը բացահայտելով եւ ինչ ապացուցվեց։ Ասում եմ, ինքը ուզում էր ապացուցել, որ 96 թվականից սկսած դեռևս, այսինքն ինքը Լիսաբոնի բանին է հղմանում համաժողովին Արցախը զիջած էր Ադրբեջանին։ Ի սկզբանե միջազգային հանրությունը Արցախը զիջել էր Ադրբեջանին։ Նա դա էր ուզում ասել, մյուս կողմը ասում է, որ չէ, Արցախը զիջած չէր մինչև 20 թիվը, բայց փաստաթղթային զարգացումները ցույց են տալիս հետեւյալը, որ քանի գնում է իրավիճակը, պահանջները եւ իրավիճակի գետնի վրա փոխվում է ոչ ի օգուտ Հայաստանի, այսինքն Հայաստանը 94 թվականին չօգտվելով իր աստեղային պահից, այսինքն իր ջախջախիչ հաղթանակից ինքը ի սկզբանե գնացել է կրավորական կեցվածքով, ի սկզբանե գնացել է հրաժարվելով հայկական հարցի պահանջատիրությունից եւ դա չէր կարող ուրիշ ելք ունենալ, քան զիջումը տարածքներ։ Հիմա դուք կարևոր հարց եք տալիս, շատ կարևոր։ Մենք մի անգամ չի որ ասել ենք մեր քաղաքական ուժը, որ 18 թվականին տեղի ունեցել իշխանության փոխանցում, ներհամակարգային մի վարչակարգից մյուս վարչակարգին, այսինքն իշխանությունը փոխանցվել է Նիկոլ Փաշինյանին եւ այդ իշխանության փոխանցման այդ գործընթացը համաձայնեցված է եղել եւ հստակեցված է եղել անպայման այն ժամանակվա մետրոպոլիայի, տվյալ դեպքում Ռուսաստանի հետ։ Հիմա իսկ ինչ է դա արվել։ Այդ հարցը շարունակ տրվում է, իսկ ինչ է դա արվել։ Այն ձեր հարցի պատասխանը, որովհետեւ տասնամյակներ շարունակ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն ձևով մասնակցություն են ունեցել բանին Արցախյան Արցախյան պատերազմի առաջի փուլին եւ հետ պատերազմյան ամբողջ կառավարմանը, նրանք շարունակ Տեր-Պետրոսյան Լևոնից սկսած, այն ժամանակվա վարչակարգը, Քոչարյանական վարչակարգ, Սերժ Սարգսյանական վարչակարգ, անզիջում դիրքորոշում ա եղել հետեւյալ հարցում։ Մենք տարածքներ կտանք, բայց Արցախը չենք տա։ Երբ որ եկել է այն պահը, որ տարածքներ տալով միևնույն է Արցախը տալու ես եւ այդ իրողությունը պետք է գետնի վրա փաստացի անել, դա իրանք չեն կարող անել, որտեվ մենք ամենամարտունակ բանակը ունենք, մենք հաղթանակած ենք, մենք ենք, նա չենք, պետքա բերվեր մեկը, որ պատրաստ էր դա անել, որոշակի նախապայմաններով, այսինքն Փաշինյանին բերեցին, հանձնեցին իշխանությունը Փաշինյանին, որպես Փաշինյանը թղթով հանձնի, բայց Փաշինյանը եկավ եւ նույն րոպեին չհանձնեց, նա կայծ դարձավ, ճիշտ է։ Չէ։ Ասում են դու չգայիր, պատերազմը չէր լինի։ Դու այս քայլերը չանեիր, պատերազմը չէր լինի։ Դա չի, պատերազմի մասին չի խոսքը, խոսքը զիջելու մասին է։ 2 տարի ուներ զիջելու համար, եթե դրա համար էր եկել։ Ինչ կերպ պետք էր զիջել։ Եվ Փաշինյանը այդ կերպի մասին անկեղծորեն ասում է փաստորեն, ասում է, եթե ես թղթով զիջեի, ինձ կանվանեին դավաճան, իսկ ինչի իրան կանվանեին դավաճան, որովհետև ամբողջ հայության մոտ կար հետևյալ կարծրատիպը, մեր դիրքերը լավագույնն են եւ իրականում մեր դիրքերը լավագույնն են։ Մեր բանակը մարտունական, մենք բանի ռազմական իմաստով շատ չենք զիջում ադրբեջանցիներին հաշվի առնելով նաեւ որ մեր դիրքերը լավագույնն են, մենք հաղթանակած ենք մեր ոգին եւ այլն։ Դեմա Փաշինյան, դու արի բացատրի, որ քեզ բերել են, որպեսզի դու թղթով զիջես, որ հետո քու դեմ ամբոստություն լինի, որպես դավաճան, տրամաբանություն եւ ովքեր իրան բերել են հետ գան։ Փաշինյանը իր կոմպենսացիան ստանա եւ գնա, չգիտեմ, Ավստրալիայում ապրելու։ Փաշինյանը դա չուզեց,
Այսինքն Փաշինյանը վերախաղարկեց այդ ամեն ինչը։ Վերախաղարկեց նա մետրոպոլիա թուրք-ադրբեջանական կողմ փաստացի նա գնաց նոր համաձայնության ասելով այդ տղեկ ինչ եք ուզում ես մենակ այդ տարածքները զիջեմ իսկ Արցախի հարցը Ղարաբաղի հարցը մնա առօրյական եկեք ամբողջը զիջենք ամբողջը վերցրեք բայց ոնց կարող էր ամբողջը զիջել միայն պատերազմով դրա համար եղավ կազմակերպված պատերազմ Դրա համար եղավ կազմակերպված պատերազմ եղավ կազմակերպված կազմակերպված պարտությունում ցույց տրվեց փաստացի եւ Փաշինյանի փաստացի վերարտադրությունն նրա դրսեւորումն էր, որ այդ իրավիճակը ձեռ էր տալիս բոլոր մեծ խաղացողներին։ Առանց մեծ խաղացողների համաձայնության այդ վերջնարդյունքը հնարավոր չէ։ Ներողություն մեծ միայն նկատի ունեք երևի Ռուսաստան, այո, թե նաև ներքին, ներսի խաղացողներին։ Այդ ձեր ասած, որ դուք ճակերտներով ընդդիմություն ասացիք, դա նկատի ունեիք։ Չէ, նրանց դա ինչի որ այդտեղ էլ կար համաձայնացվածություն, քանի որ Սերժ Սարգսյանի մասին ակնարկներ այսօր էլ արեցիք, որ համաձայնեցված փոխանցում էր դա։ Ես Սերժ Սարգսյանի մասին չարեցի ակնարկներ, արեցի իշխանական համակարգ։ Դե ուրեմն եկեք ոչ ակնարկով, պարզ խոսենք։ Չէ, ես պարզ ասում եմ, իշխանական համակարգը ձևավորված է 35 տարի շարունակ բոլոր հնարավոր վարչակարգերի ներկայացուցիչներից դա Լևոն Տեր-Պետրոսյանական վարչակարգն է, դա Քոչարյանական վարչակարգն է, Սերժ Սարգսյանական մեկ ուժ ենք դիտարկում որպես բոլորը մեկ իշխանական եւ Փաշինյանական դա մեկ ուժ է, դա մեկ իշխանական համակարգ է, դա մի ուժ է, որի ներսում ես առանց ակնարկի ուղիղ ասեցի, որի ներսում կա պայքար, այսինքն իսկ պայքարը ոչ թե նրա համար է թե ուրիշ Հայաստան չէ պայքարն է համարը թե այս Հայաստանի այս ընթացքից ամենամեծ բոնուսը իրենցից ով է ստանալու Փաշինյանը այս պահին այդ ներքին պայքարում հաղթում է 21 թվականի ընտրությունները նորից ճակերտներում որով փաստացի վերարտադրվեց Փաշինյանական վարչակարգը այդտեղ այդ ընտրությունների նախորեն շատ կարևոր բան եղավ մետրոպոլիան իսկ այն ժամանակ այդ մետրոպոլիան իդեմս Ռուսաստանի եւ Պուտինի միարժեք տնօրինում էր իրավիճակը մինչեւ Ուկրաինայի պատերազմը մետրոպոլիան ասեց հետեւյալը Փաշինյանը դավաճան չի կարգախոս 1 Փաշինյանը խիզախ եւ չգիտեմ հերոս բառը չի ասում բայց պայմանական հերոս դժվար զիջումների գնացող որոշումներ ընդունող խիզախ եւ այսպեսին ասում ազգային հայրենասեր տղա եղել են այդպիսի կարգախոս 2 դե հիմա այդ կարգախոսների ներքո մնացածը Քոչարյանական եւ այսինքն ներհամակարգային բոլոր ուժերը պետք է այդ կարգախոսների հրահանգները կատարեին Եվ Փաշինյանը պետք է վերարտադրվեր ինչքան էլ նրանք դժգոհ լինեն կամ գոհ լինեն դրանից եւ հիմա նույն բանն է կատարվում 26 թվին փաստացի նույն բանն է կատարվում հիմա մի բան էլ ասեմ եւ այս թեման կարծում եմ կարելի է դրանով փակել նա շատ կարեւոր բան կա որ դեռևս 1921 թվականին ռուս-թուրքական երկու պայմանագրերով Կարսի եւ Մոսկվայի ձևավորվեց ստատուս քվո Ներ տարածաշրջանում ստատուս քվոյի հիմքում ընկած էր հետեւյալը որ Արևելյան Հայաստանի եւ Արևելյան Հայաստանի մի հատվածի եւ Արևմտյան ամբողջ Հայաստանը տրվում է Թուրքիային Արևելյան Հայաստանի մի հատվածը տրվում է Ադրբեջանին դա Նախիջևանն է դա նույն Արցախն էր դա Գանձակն էր եւ այլն տրվում է Ադրբեջանին բայց Ադրբեջանը Հայաստանի մնացած հայկական տարածքներով հանդերձ մնացած Հայաստանի հետ միասին մնում է ռուսական վերահսկողության ներքո այն ժամանակ սովետական միության շրջանակում եւ դա այն ստատուս քվոն էր որը համաձայնեցված էր ռուս-թուրքական այդ պայմանագրերով 90-ականներին երբ որ հայկական հայությունը իր զորությամբ ոգու եւ բասկի այդ ստատուս քվոն խախտեց այսինքն Արցախյան պատերազմի առաջի փուլում հաղթեց ամեն ինչ արվեց շարունակ 26 տարի շարունակ թուրքերի եւ ռուսների կողմից որ ստատուս քվոն վերականգնվի եւ այդ ջրաղացին ջուրեր լցնում նաեւ հայկական իշխանական համակարգը որի մասին ես արդեն խոսեցի արդյունքում 20 թվին պատերազմի որպես հետևանք այդ ստատուս քվոն վերականգնվեց ինչ ձևով վերականգնվեց Արցախը գնաց Ադրբեջանին, հա, ռուսական զորքի վերահսկողությամբ, այսինքն ռուսական վերահսկողություն հաստատվեց
ադրբեջանական կողմի վրա, Արցախը տալով Ադրբեջանին։ Հայկական կողմը բնականաբար ռուսական վերահսկողության տակ էր, մնում էր Ուկրաինայի պատերազմում հաջողություն լիներ, եւ ստատուս քվոն ընդհանրական վերականգնում էր ուկրաինական պատերազմի անհաջողությունը, փաստացի, բերեց նրան, որ ստատուս քվոն նորից խախտվեց։ Այսինքն հայկական կողմի համար կորուստը մնաց նույնը, ավելին Արցախը հայազրկվեց, բայց ռուսական զորքը դուրս մղվեց։ Դրա համար է ռուսական կողմը ժամանակ առ ժամանակ այնտեղի քաղաքագետները եւ խոսացող անձինք անդադ հիշեցնում, ասում են Արցախի հարցը, Ղարաբաղի հարցը դեռ կարող է վերականգնվել։ Այսինքն եթե Ուկրաինայում հարցը ինչ որ ձևով դրա մասին գուցե հասցնենք այսօր խոսել, լուծվի եւ խաղաղություն գոնե ժամանակավոր լինի, նրանք նորից վերադառնալու են իրենց ձեր ասած ստատուս քվոն վերականգնելու։ Դա ոչ թե հայերին օժանդակելու, աջակցելու թեման է, հայերի հետ կապ չունեցող թեմա է, այլ իրենց դա հայերի հետ կապ չունեցող թեմա, բայց դա նաև իրենց վարդագույն երազանքն է, դա հնարավոր չի այլևս։ Այսինքն իրենք իրենց համար են դա իրենք իրենց համար են անում, այսինքն երազանքա, որը կուզենային, որ այդպես, բայց դա հնարավոր չի, որտեղ երազանք չի, չէ, երազանքա ինչի, որովհետև իրավիճակը փաստացի փոխվել է։ Այսինքն միջ 22 թվի իրավիճակը եւ այսօրվա իրավիճակը անգամ Ուկրաինայում եթե ռուսական կողմը որոշակիորեն իր համար Թրամփի օգնությամբ իր համար որոշակի բենեֆիտներ ունենա, բայց իրավիճակը ստեղ է փոխվել, ստեղ թուրք-ադրբեջանական, այսինքն թյուրքական կողմի ազդեցությունը էապես շատացել է, էապես ռուսական կողմի ազդեցությունը էապես նվազել էլ չի կարող վերականգնվի հասնի միջ պատերազմը, միջ ուկրաինական պատերազմի, իհարկե, նախադրյալներ են դրա համար պետք։ Դրան գումարած տարածաշրջանը ուղիղ մտել արդեն արևմտյան կողմի իդեմս Թրամփ այդ ուղու, որը եւ այդ Թրամփ ուղու մեջ դա թյուրքական կողմն է լինելու, դա լինելու արևմտյան կողմը, դրան կարող է Եվրամիությունն նաեւ որոշակի բան ունենա, մասնակցություն ունենա։ Կարող է եւ ռուսական կողմին է թույլ տան մասնակցություն ունենալ, բայց ազդեցությունը մետրոպոլիայի, որը եղել է Ռուսաստանի մոտ, մինչ ուկրաինական պատերազմը այլևս վերականգնան դուք մի պահ այսպես ասացիք, այսպես է եղել եւ հիմա էլ դա է, նկատի ունենալով այդ մեկ իշխանական ուժ կոչվածին, համակարգ կոչվածին։ Այդ դեպքում եւ զուգահեռաբար ասում եք Ռուսաստանի դերակատարումը նվազել է, թյուրքականն է ուժեղացել։ Ինչն է նույնը լինելու, այսինքն ում ազդեցության տակ է գործելու այդ միասնական միացյալ իշխանական ուժը եւ ով է դերակատարում ազդեցություն ունենալու նախընտրական շրջանի եւ ընտրությունների վրա։ Տեսեք, լավ հարց եք տալիս եւ այդ հարցի պատասխանը ես անուղղակի տվեցի, մի հատ էլ արդեն հստակացնում։ Հստակությունը հետեւյալն է, նորից բազմաթիվ անգամ ես ասել եմ, որ Հայաստանի այդ իմ ասած ստատուս քվոն հենված է եղել ռուս-թուրքական հաղորդակցվող անոթների վրա։ Միտեղ թուլանում է, մյուս տեղում է ուժեղանում եւ հակառակը։ Հիմա այս պահին ռուսականը թուլացել, թուրքականը բանա ուժեղացել է, բայց հաղորդակցվող անոթները շարունակում են գործել։ Հիմա այս իշխանական համակարգը ինքը գործել է հակահայ տրամաբանության ներքո, այդ նույն ռուս-թուրքական բանի շահերի սպասարկման տիրույթում։ Հիմա որ կողմը ինչքան կուժեղանա եւ ինչքան ավելի համապատասխանում է այսօրվա իրավիճակին, դա այն հարցն է, ինչ որ դուք տալիս եք։ Փաշինյանական կողմը ավելի է համապատասխանում։ Ինչի, որովհետեւ Փաշինյանական վարչակարգը, օրինակ ի տարբերություն պայմանական Ռոբերտ Քոչարյանական վարչակարգից, ինքը իր մեջ սինթեզված ներդաշնակ ունի հիմնական 3 սյուն։ Դա ռուսական սյունն է եւ նրանց ներկայացուցիչներն են, դա թուրքական կամ թուրք-ադրբեջանական կողմն է եւ իրենց ներկայացուցիչներն են եւ դա գլոբալիստական կողմն է եւ իրենց ներկայացուցիչներն են։ Այսինքն Փաշինյանական կողմը այսօր ավելի լուրջ հայտ է ներկայացնում արտաքին կառավարիչների արչեւ, քան ընդհանուր։ Լավ, բայց դա հասկանալի է։ Դա նշանակում է էլի ներողություն կարտերի օրինակը բերեմ, նույն խաղակարտերը վերադասավորելու մասին է խոսքը։ Այսինքն մենք ինչ տեսանք, գուցե մի քիչ հեռու եմ տանում, բայց բոլոր դեպքերում եւ աղաշապատի ընտրությունները, դրանից առաջ Գյումրիի ընտրությունները, մենք տարբեր, այս մասին ես էլի հարցրել եմ ոչ ձեզ, տարբեր հարաբերակցության, բայց նույն ուժերն են։
հաղթել, այնտեղ էլ են նույն ուժերը հաղթել, այնտեղ էլ են նույն ուժերը հաղթել եւ այսպես եթե այդ նույն Եվ հաղթել է ընդհանուր առմամբ իշխանական համակարգը։ այդ նույն մեկ իշխանությունը, որը տարբեր գլուխներ ունի, տարբեր դեմքեր ունի, եւ դուք կարծում եք, որ այս ընտրությունները, որը գալիք տարվա հունիսին են լինելու, նույն այդ ուժերը իրար մեջ վերադասավորելու են քարտերը եւ էլի ոչ մի նոր խաղակարդ, խաղացող չի հայտնվելու։ Այս ընթացքի պարագայում ինչ որ կա այսօր, հա, այո, եւ նոր խաղակարդ ասած են կարող են նոր դեմք հանդես գա, բայց Նոր դեմք, չէ, նոր դեմք, բայց եղած իշխանական ոչ բուտաֆորիա։ Ոչ բուտաֆորիկ ոչ, հնարավոր չի որպեսի, որովհետև դա էլ շատ պարզ է, այդ ընտրություն ասածը ինքը միջոցառում է, ինքը իրական ընտրություն չի, դա քաղաքական միջոցառում չի, դա կազմակերպված միջոցառում է, որտեղ վերաբաշխում է լինելու եւ իրական պայքարը լինելու է ընտրական այդ միջոցառումից առաջ, այսինքն պայմանավորվածությամբ համամասնորեն ներկայացված են լինելու հետագա էլի ճակերտներում խորհրդանում եւ առաջնային այսօրվա վիճակում եղած առաջնային հայտը ներկայացնում է Փաշինյանական վարչակարգը։ Լավ, այդ դեպքում ինչ է կատարվում ներսում նոր ձերբակալություններ, 4-րդ արդեն arczepiskopos-ը հայտնվեց ճաղերի հետևում։ Սա ինչ է։ Սա շատ կարևոր գործընթաց է։ Նորից հենց ձեր եթերում, ձեր հարթակում բազմաթիվ անգամ ես դրան անդրադարձել եմ։ Հարցը հետևյալն է. Եկեղեցին հայ առաքելական եկեղեցին եզակի պահպանված ազգային հոգևոր կառույց է, եզակի։ Եվ այս պայքարը, որ ընթանում է, այս պայքարը ինքը ձևակերպված է, բանաձևված է, որպես կաթողիկոսի դեմ պայքար եւ կաթողիկոսի հետ եղած եկեղեցական վերնախավի դեմ պայքար, բայց իրական պայքարը մղվում է հայ առաքելական եկեղեցու դեմ։ Հայ առաքելական եկեղեցին փորձ է արվում մասնատել, հեղինակազրկել։ Որտեւ հայ առաքելական եկեղեցին, ինչպես եւ ասի, ոչ միայն ազգային եւ հոգեվոր կառույց է, ներհայկական տիրույթում, հա, հայության մեջ, նա նաեւ միջազգային, համաշխարհային ինստիտուցիոնալ կառույց է, ճանաչված, բարձր հեղինակությամբ, ամբողջ աշխարհով մեկ, Սուրբ քաղաքում ներկայացված։ Այսինքն հայ, որպեսի հակահայկականությունը, որը իրականացնում է իշխանական համակարգը ընդհանուր առմամբ, Փաշինյանական վարչակարգը հիմա մասնավորապես պետք է անպայման հայկականությանը լուրջ հարված տրվի, հերթական լուրջ հարվածը։ Նրա ֆունդամենտալ արմատական կառույցներից մեկին հայ առաքելական եկեղեցուն։ Հիմա ձերբակալությունները եւ ընդհանրապես այն գործողությունները, որը կատարվում է, երկու ուղղությամբ է դա արվում։ Փաշինյանը շատ լավ, նորից ես դրա մասին ասում եմ, շատ լավ օգտվում է նրանից, որ հայ առաքելական եկեղեցու այսօրվա եկեղեցականների մեջ վերնախավում, հա, այսինքն բարձրաստիճան եկեղեցականների շատ մեծ է խոցելիությունը։ Շատ մեծ է։ Դուք տեսեք ինչեր է կատարվում, ինչ որ բաներ կեղծ շրջանառվում են, մի մասը ճիշտ է շրջանառվում, բայց ընդհանուր առմամբ, այսպես ասած երկու մասի է, չէ՞ բաժանված, պայմանական երկու մասի։ Մի մասը բարձրաստիճաններ եպիսկոպոսներ, arczepiskopos-ներ, Փաշինյանական արդեն նժարի վրա են կանգնած, մի մասը դեռևս կանգնած են կաթողիկոսի նժարի վրա, բայց ինչ է կատարում, երկու կողմում էլ եղածների մեջ բազմաթիվ խոցելի բարձրաստիճան եկեղեցականներ կան։ Մտածված է դա արված, հա, այսինքն։ Դա օգտագործվում է։ Այդ Bentley կոչված որ ծաղրում են, դա էլ է մտածված, տեսնում եմ։ Չէ, հիմա այդ Bentley-ն փաստ է, հա։ Չէ, փաստը չիմանալ չէին կարող։ Փաստը օգտագործվում է։ Ոչ օգտագործողները, ովքեր ընտրել են, չէին կարող չիմանալ, ճիշտ է այդ փաստերի մասին։ Փաստերի տեսեք։ Այսինքն դուք համարում եք, որ մտածված էր։ Ես ասում եմ հետեւյալը։ Երկու խոցելի եւ երկու Ես ասում եմ հետեւյալը, որ օգտագործվում է խոցելիությունը բարձրաստիճան հոգեվորականների, որպեսզի եկեղեցին պարարտվի եւ հեղինակազրկվի։ Այսինքն եկեղեցին, ինչպես եւ Թշնամի ներկայացուցիչ Փաշազադեն է ասում, հայկական եկեղեցին ոչ միայն ներհայկական տիրույթում, այլ միջազգայինորեն ներկայացվի որպես պիղծ կառույց։ Պիղծ կառույց, դա պղծությունների մասին է խոսքը։ Եվ սա է նպատակը։ Այսինքն եկեղեցուն խփելու։ Հիմա այդ ամեն ինչից դուրս են ենթանենք մի քանի բարձրաստիճան, մասնավորապես Միքայել Աջապահյանը, որին ոչ միայն բանտարկեցին որպես arczepiskopos, այլ դատեցին։ Դատեցին ոչինչի համար։ Ոչինչի համար, ազատ խոսքի համար։ Եվ այդ խոսքն էլ խիստ հակասական էր, որ դրա համար կարելի էր այն
քրեական վարույթը տանել, որով տարան եւ դատեցին մարդուն։ Ինչի, որովհետեւ այ Միքայել Աջապայանը եւ Միքայել Աջապայանի նման բարձրաստիճան եւ ոչ այնքան բարձրաստիճան մի քանի հոգի, ովքեր կան հավատարիմ, ոչ թե կաթողիկոսին կամ որևէ մեկին, այլ հայ առաքելական եկեղեցուն եւ նրա կանոնին, նրանց պետք է մեկուսացնել։ Նրանց պետք է Դա հենց մեկուսացնել։ այն նոր քարտն է, այլ քարտն է, որը կարող էր գործարկվել Այո, որը կարող է գործարկվել եկեղեցական խնդիրները ինքնամաքրման բայց գործընթաց իրականացնելու ընտրություններ կոչված խնջույքին հրավիրված չէր։ Չէ, դա ընտրությունների հետ կապ չուներ։ Չէ, օրինակ եմ ասում։ Չէ, Փաստորեն, եթե դուք Նա ներ ասում եք, եկեղեցական տիրույթում կարող շատ մեծ ազդեցություն ունի, այ հիմա օրինակ, հենց հիմա։ Երբ որ եկեղեցին պարակտում են, այսինքն քաղաքական չէր այդ չէ, հետապնդումը։ բացարձակ։ Այդ դեպքում բացատրեք ինչներ, այո, դուք սկսեցիք, ես ընդհատեցի ձեզ։ Նա էր, որ Միքայել Աջապայանը ինքը եզակի պահպանված հոգևորական եւ ազգային գործիչներից էր, որը խոցելիություն փաստացի չուներ եւ ինքը կարող էր լիներ այն սյունը, որի շուրջ կարող համախմբում լիներ հոգևոր, եկեղեցական եւ ազգային, ոչ քաղաքական, ազգային ուժերի, ազգային հետևորդների։ Եվ այդ սյունը ի սկզբանե պետք էր դաշտից հանել, չեզոքացնել, որտեղ դա վտանգավոր էր, որը վտանգավոր էր եղած գործընթացը։ Ինչը եւ արվեց։ Սա է, որը շատ ծրագրային է, շատ հետևողական է, եւ այստեղ նորից միակ տարբերակը, որ ոչ այդքան պղծված, sense ձևակերպել, այլ իրական սխալներ թույլ տված, խոցելի, բայց պիղծ էությամբ ոչ պիղծ, բարձրաստիճան եւ ոչ միայն բարձրաստիճան հոգեվորականները, arczepiskopos-ները, եպիսկոպոսները եւ այլոք։ Եկեղեցու շահը, հայ առաքելական եկեղեցու որպես հոգևոր ինստիտուցիոնալ 2000 տարվա կառույց դնեն առաջնային եւ ինքնամաքրման գործընթացով գնան եւ անգամ ինքնազոհողության գնան, զոհողություն ես նկատի ունեմ, հրաժարվեն են ամեն ինչից, այն բարիքից, որ իրանք այսօր ունեն, առաջի դեմքից սկսած մինչեւ վերջինը։ Եվ խնդիր դնեն թույլ չտալու հայ առաքելական եկեղեցու պարակտումը։ Չգիտեմ, շատ դժվար հարց է։ Չգիտեմ, բայց հույսը չեմ կտրում։ Գովազդ ենք հայտարարում եթերում, շնորհակալություն, Գովազդը եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք Արա Հակոբյանի հետ ենք զրուցում, ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ։ Պարոն Հակոբյան, Ալիևը հետևողականորեն փորձում է Հայաստան ներմուծել, տեղափոխել ադրբեջանցիներին։ Էլ առիթ, էլ հարթակ չի թողնում, որպեսզի չխոսի ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու իրավունքների մասին։ Ընդ որում չի խոսվում փախստականների ընդհանրապես, պատերազմը վերջացավ, խաղաղություն է հաստատվել, փախստականները պետք է վերադառնան։ Այդպիսի կետ կարծեմ ամսի 9-ի 2020 թվականի բանում կար, որը այդպես էլ չի իրականացվեց։ Ինչու է լռում հայկական կողմը եւ ինչու է Ադրբեջանը հետևողականորեն Հայաստան փորձում տեղափոխել ադրբեջանցիներին։ Տեսեք, հայկական ես սկսեմ վերջի հայկական կողմին վերաբերող ձեր ակնարկից, որ հայկական կողմը չի լռում, սկսենք նայած, որ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ ասել է, որ ինքը ընդհանրապես այդ թեմայով չի ուզում խոսել, որովհետև դա տեսնում է ինքը վտանգ որպես, դա տեսնում է ռիսկային, այս խաղաղության գործընթացի համատեքստում, այսինքն այդ անուն ինչ ուզում եք դրեք, փախստական, արտագաղթած, բռնի է դուրս մղված, նա ասում է, որ եթե հանգարց դնում ենք երկկողմ, ապա վտանգում ենք դրանով խաղաղության գործընթացը, որը պետք է փայփայել եւ այլն հայտնի իր թեզերը։ Եվ այդ համատեքստում հստակ ասում է, որ արցախցիների վերադարձի խնդիրը ինքը չի դրել ու չի դնելու, ավելին, մենք ամեն ինչ անում ենք, որ մեր արցախցի եղբայր քույրերը եւ այլն ինտեգրվեն հայկական բանում։ Հայաստանի Հանրապետություն այս տարածքում։ Դա Նիկոլ Փաշինյանն է, այսինքն Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ վերցրել է կրավորական կեցվածք եւ չի արձագանքում ուղիղ Ալիևին, համարժեք չի արձագանքում Ալիևի ասածներին։ Իսկ ինչ է ասում Ալիևը եւ ինչ է ասում եւ ինչքան է ասելու։ Հիմա սկսեմ ինչքան ասելուից, ասելու անընդհատ։ Իսկ ինչ է ասում, որովհետեւ նպատակը, որ կա թուրք-ադրբեջանական գաղափարաբանական ընդհանրության մեջ, թյուրքական ընդհանրության մեջ, դա նեո-թուրանն է, այսինքն Թուրանի վերականգնումը, այսինքն Թուրանի ձևավորումը վերջնական, վերականգնում չասենք, որտեղ փաստացի տենց Թուրան շատ կարճ ժամանակ է եղել, այն է ոչ թուրքերի ներքո, Թուրանի ձևավորումն է, որը Թուրքիայից մինչև Չինաստան, թուրքական պետությունները եւ ազգությունները կարող միավորի։ Հայաստանը խանգարում է եւ հայկական տարածքը պետք է լինի թուրքական կամ առնվազն թուրքերի դաշնակից, տվյալ դեպքում ռուսական վերահսկողության ներքո թուրքերի հետ միասին։ Դա է նպատակը եւ դրա գործիքներից մեկը եւ շատ ազդու գործիքներից մեկը դա ժողովրդագրական գործիքն է։ Այսինքն, երբ որ դու ասում ես հետևյալը, որ մեր պատմական տարածքներն են դեռևս 19-րդ դար, չգիտեմ 20-րդ դարի սկիզբ, մեզ ընդեղից դուրս են մղել, բռնի տեղահանել են, ինչ ասես արել են, հա, ցեղասպանել են։ Հիմա մենք ինչ վատ բան ենք ուզում, միջազգային հանրություն, մենք ուզում ենք հետ գնանք մեր պապերի հայրենիքը համաձայնվելով, որ այդ պապերի հայրենիքը այսօր Հայաստանն է, ճիշտ է արևմտյան Ադրբեջանն է, բայց Հայաստանի մեջ է։ Այսինքն ինքը այդ 300,000 կամ չգիտեմ քանի 100,000 են նախատեսել ուզում են բերեն եւ ժողովրդագրական վիճակ փոխեն Հայաստանը բնականաբար, որովհետեւ ճնշումներ են լինելու, ադրբեջանական ճնշումներ են լինելու, ներհայաստանյան ճնշումներ են լինելու, դրանք կոնսոլիդացված են ապրելու, համայնքներ են լինել թուրքական հայերի դուրս մղումով, այսինքն հայկականությունը եւ հայությունը եւ հայկական գենոտիպը ի վերջո, որպեսզի Հայաստան կոչվող տարածքից կամ հայկական բոլոր տարածքներից դուրս մղվեն։ Սա է նպատակը եւ այդ դրանց հետ չեն կանգնելու
եւ ինչքան Հայաստանում իշխելու են կրավորական կեցվածք ունեցող եւ հայկական շահը չսպասարկող եւ հանձնող վարչակարգեր 94 թվականից սկսած մինչեւ 25 թվականը այնքան ադրբեջանա-թուրքական կամ թուրքական կողմը իր նպատակներին հասնելու։ Սա է որ Ալիևը շարունակելու է անընդհատ ասել եւ ի վերջո ես վստահ չեմ ինչ որ ես հիմա ասում եմ ես վստահ եմ որ քննարկվել է Նիկոլ Փաշինյանի հետ վստահ չեմ որ եկել են ինչ-որ պայմանավորվածություն, բայց շատ հավանական է որ որոշակի պայմանավորվածություններ էլ եկել են, բայց դա թողնում են ընտրություններից հետո, ոնց որ թողնում են ընտրություններից, նույն Չակերտների ընտրությունների 26 թվականի ընտրություններից հետո մեր սահմանադրության փոփոխությունը, որտեղ ամբողջ հայկականը պահանջատիրության եւ հայկական հարցի եւ հայկական խորհրդանիշների համատեքստում պետք է սահմանադրությունից դուրս մղվի։ Ես կարծում եմ որ կարող է նմանատիպ պայմանավորվածություն ինչ տիպի չգիտեմ, կա նաեւ ադրբեջանցիների վերադարձի հետ կապված։ Այս հարցը այսպես էլ օդում կախված մենք թողնենք, որտեղ ոչինչ չունենք դրան դեռ ենթադրում եմ ոչ պետությունն է արձագանքում, հասարակության մեջ էլ այսպես վախ չտարածենք, որովհետև հասարակությունը ճիշտն ասած դեռ չլսելու, չտեսնելու է տալիս վտանգները, բայց վտանգները մեծ են։ Վտանգները առարկայական են եւ նորից որևէ բանից չեն հրաժարվել թուրքական կողմում, մասնապես իդեմս Ալիևը, որտեղ Ալիևը պրոքսի է, նա ներկայացնում է թուրքական ընդհանրական շահը։ Որը նա երաշխիքներով է ուզում տեղափոխել։ Բնականաբար, միջազգային հանրության, այո, միջազգային հանրության ատյաններում է բարձրացնում այդ խնդիրը, երբ որ մեր օրինական նա միջազգային օրակարգի մտցնում ատյաններում ոչ միայն նա խոսում է իր ներսում որ ասում են շատ նա փորձում է առնվազն միջազգային օրակարգ մտցնել։ Մենք սիրում են ասել դա ներքին լսարանի համար է, ոչ, նա արդեն հարցը դնում է միջազգային ատյանում որ դա օրակարգ Ես ձեր հետ համաձայն եմ, նա հենց այդ նպատակով էլ դա անում է, այն դեպքում երբ որ մենք մեր օրինական պահանջները, մեր օրինական իրավունքները միջազգային ատյանից հանել ենք պարզապես, ասում ենք, վայ, դա խանգարի այն կապիտուլյացիան փաստաթղթի իրականացմանը, որի անունն է խաղաղության պայմանագիր։ Լավ, այդպես էլ անենք, փաստորեն այսօր ոչ մի հանրագումարի չբերեմ այս հարցը, մենք այս հարցի շուրջ խոսենք, բայց որ սա ական է դրված մեր պետականության տակ։ Որը շարունակվում է այդ ականը լարվել։ Եվ այդ ականը շարունակվում է լարվել։ Ռուս-ուկրաինական պատերազմը Միացյալ Նահանգների պլանը ձախողվել է արդյոք, թե պլանը ինչ որ փուլով իրականացվում է։ Խաղաղության մասին է խոսքը, հասկանալի է։ Տեսեք, շատ հետաքրքիր գործընթացներ եղան, եւ սա երկրորդ դեպքն է արդեն այն սցենարում, ինչ որ ես հիմա կնկարագրեմ։ Վիտկոֆը հիմա արդեն Կուշների հետ միասին, այսինքն Թրամփի փեսայի հետ միասին ռուսների հետ ինչ-որ բան են պայմանավորվում, այսպես կոչված 28 կետանոց այդ խաղաղության պայմանագրի բանը, փաստաթուղթը։ Դա ռուսներին ներկայացած, այսինքն արտահոսք եղավ եւ այդ արտահոսքը այնա ինչ որ ես հիմա ասում եմ։ Արտահոսք եղավ, այդ արտահոսքից պարզ դարձավ, որ ռուսները տալիս են Վիտկոֆին որոշակի փաստաթուղթ, որը իրենց ցանկությունների, այսպես ասած, կետերն են, եւ Վիտկոֆը ռուսներին ասում է, թե ինչ ձևով դուք պետքա, մասնավորապես Պուտինը, Թրամփի հետ խոսա, ինչպես նա պետքա Թրամփին ցույց տա իրանց բարյացկամությունը, ցույց տա, որ Թրամփը մեծ խաղաղարար է եւ այլն։ Հեռախոսազրույցն եք։ Հեռախոսազրույցը եւ ոչ միայն, որովհետեւ նաեւ բանագնացներ գնացին եկան, եւ որ ես կարողանամ Վիտկոֆս որպես ամերիկյան առաջարկ ներկայացնեմ այն ինչ որ դուք մեզ տվել եք որպես ձեր ցանկության կետեր։ Եվ տենց էլ եղավ։ Տենց էլ եղավ։ Թրամփը դա ողջունեց, բան ասեց դա շատ լավ փաստաթուղթ է։ Այդտեղ մտավ խաղի մեջ Ռուբիոն, պետքարտուղարը, որը այդ փաստաթուղթը վերցրեց, գնաց ուկրաինացիների մոտ, գնաց եվրոպացիների մոտ, հա? Եվ այդ փաստաթղթից բազմաթիվ կետեր, 19 կետ դարձավ հիմնական ռուսական ցանկության կետերը դուրս եկան։ Եվ արդեն այդ կտրված փաստաթուղթը, փաստորեն, այդ փաստաթուղթը բաժանեցին 4 հատվածի, խմբավորեցին։
Եվ արդեն այդ փաստաթղթով Վիտկոֆը դժգոհ շատ արդեն Կուշների հետ միասին գնացին Պուտինին դե բնական ասաց «Դեք բա մենք էս ենք պայմանավորվել»։ Այստեղ շատ հետաքրքիր մի պահի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել։ Եթե սխալվում եմ, դուք ասում եք համաձայն չեք։ Նման է նրան, որ Պուտինը ասաց այս իրավիճակը նա եւս օգտագործեց Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջև սեփ խրելու համար։ Ինչպես ասեց նա ասեց Միացյալ Նահանգների բերած փաթեթը բավականին հետաքրքիր էր, լավն էր, մենք քննարկում ենք, չնայած այնտեղ այդ հարցազրույցի մեջ սպրդեց, որ ոչ մի կետի հետ էլ մենք վերջնական համաձայն չենք, բայց ընդունելի էր, բայց եվրոպացիները մտցրեցին ինչ-որ կետեր, որոնք կապ չունեին, հաշվի չէին առնում հողում իրավիճակը, հողի վրա իրավիճակը եւ ընդհանրապես անընդունելի դարձեցին։ Այսինքն Միացյալ Նահանգներ, եթե քո փաթեթը լիներ Տրամփ, եթե դու ուզում էիր խաղաղություն եւ Նոբելյան մրցանակ, եթե դու մենակ քո փաթեթը լիներ, շատ լավ կլիներ, բայց եվրոպացիները խառնեցին քո խաղը։ Պուտինը եվրոպացիների վրա փորձում է բարթել են, ինչ որ իրականում նա գիտի, որ պետքա բարթել աջ հանրապետականների վրա Ամերիկայի, բայց նա այդքանը չի կարող ասել, որովհետեւ աջ հանրապետականները Մագա խմբի հետ միասին, այսինքն այս Թրամփյան բերած այդ Վիտկոֆներ, տարաբնույթ եւ այլն, այդ խմբի հետ միասին եղած վարչակարգի հենասյունն են։ Եվ աջ հանրապետականները համաձայն չեն, որ ռուսական պուտինյան ցանկությունների խումբը կետերը, հա, ցանկությունները որպես ամերիկյան դիրքորոշում ներկայացվի եւ աջ հանրապետականները դա քանդեցին։ Իդեմս Ռուբիոյի նայել դա արեց ուկրաինացիների եւ եվրոպացիների հետ քննարկելով բնականաբար, որովհետեւ դա Եվրոպայում է, չէ՞, պատերազմի մեջ։ Եվ Թրամփը ինչ կմտածի, կասի, այո, իմս Չէ, Թրամփը ես կարծում եմ այդ ամեն ինչը շատ լավ հասկանում է, ինչա կատարվում եւ նա նաեւ հասկանում է, որ նա չունի զորություն այնքան եւ չի կարող ունենա, որ դուրս գա ենթանենք բանի աջ հանրապետական կամ ազգայնական քրիստոնյաների այլ բառերով ասած դեմ, որոնք իր իշխանության հիմնասյուններից են եւ հիմնական ուժն են, դա ենթանք կառավարության մեջ հիմնականում դա Ռուբիոնն է, սենատում դա օրինակ սենատոր Գրեհեմն է եւ այլն, որոնք պանընդհատ շեշտադրում են անում ռուսներին իրենց տեղը ցույց տալով, ասելով, որ այո, ունեք գործընկեր, որը իդեմս Վիտկոֆներ ուզում է ձեր հետ առևտրային գործարքներ, նավթի, գազի եւ այդ արտահոսքներ, չէ՞ եղավ, որ Պուտինը ասել է, Թրամփն էլ ասում, Վիտկոֆն էլ ասում, եկեք առևտուր անենք, ոչ թե պատերազմ։ Մենք կմասնում լուրջ ներդրումներ կանենք, Պուտինին կմցնենք G8-ի մեջ, այս կանենք, այն կանենք, փողեր կբերենք գազի, նավթի, արկտիկական բաների, այսպես ասած, հետազոտությունների մեջ եւ այլն, այսինքն փող աշխատենք։ Թրամփյան այդ կողմը դա է ասում, Թրամփն էլ դրա հետ համաձայն է։ Պուտինն էլ այդ գրակի մեջ բայց աջ հանրապետականների մոտ փողը չի առաջնայինը, պետությունն առաջնայինը, առևտուրը չի առաջնայինը, պետական շահն առաջնայինը։ Եվ դրա համար այդ ամերիկյան վարչակարգային այդ լարվածությունը, մրցակցությունը, եթե կուզեք, եթե չասեմ հակամարտությունը, այս պահին պարբերաբար բերում է նրան, որ Թրամփյան այդ Վիտկոֆյան թևի սարքածը ի օգուտ Ռուսաստան եւ Կատարի հակաուկրաինական դիրքորոշումները փլուզվում են։ Հիմա եկեք այն իմ հարցին, ամերիկյան պլանը ձախողվեց թե ոչ։ Ոչ, չձախողվեց, դա շարունակվում է, բանը Պուտինը գնացել էր Հնդկաստան, շատ մեծ ընդունելություն ստացավ Մոդիի կողմից եւ բազմաթիվ համաձայնություններ ունեցան, բայց այնուամենայնիվ Պուտինը խոսեց նաեւ նրա մասին, որ այո, ամերիկյան խաղաղարար նախաձեռնությունը շարունակվում, այսինքն ինքը դրան անդրադարձավ, չկարողանալով շղթել, չկարողանալով մերժել։ Հիմա դա շարունակվելու է, ինչքան դա կշարունակվի եւ ինչքան Պուտինը կօգտվի այն ժամանակային բաներից, ընդմիջումներից, որ հնարավորություններից, որ իրան տրվում է Թրամփյան այդ ձախ կողմի, այսպես կոչված մագա կողմի, մագա թիմի կողմի սնձերված, դա կտեսնենք, բայց եւ խաղաղությունը ավելի կթանկանա, եւ կփորձի ավելի թանկ վաճառել, որովհետեւ ի վերջո այդտեղ Ռուբիոնն էլ ասում է ի վերջո այս փուլում, բայց ես վստահ չեմ, որ այս փուլում անգամ այդ համաձայնությունը ուկրաինացիները ստանան Պուտինը միևնույնն է չի, ըստիս չի համաձայնվելու, որովհետեւ դա իր համար
ընդհանուր առմամբ ռազմավարական միևնապարտությունը, բայց Ռուբիոն էլ ասում է, այս փուլում խնդիրը եկել է տարածքային այն հատվածի վրա, որը Դոնբասին է վերաբերվում, եւ եթե այդ հատվածում մենք կարողանանք ընդհանրության գանք, ապա շատ առաջ կմղենք այդ խաղաղության օրակարգը։ Դրա համար էլ հողի վրա թեմա է։ Դե հիմա հողի վրա պատերազմը շարունակվում է, բայց այստեղ մի բան ես ուզում եմ շեշտել, որը շատ կարևոր է, դրան համարյա ոչ ոք չի անդրադառնում։ Մի քանի օր առաջ փաստորեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձև ընդունվել առայն ուկրաինացի երեխաների վերադարձի վերաբերյալ։ 7 երեխա կարծեմ Չէ, այդ 7 երեխան վերադարձվել են Մելանիա Թրամփի բանը, չէ, բայց խոսքը գնում է ՄԱԿ-ի բանաձևի մասին, գլխավոր ասամբլեայի բանաձևի մասին։ Բանաձևը հետեւյալն է շեշտում եւ այդ բանաձևը ընդունվել է 96, եթե չեմ սխալվում, այսինքն մոտ 100 երկրի կողմից, ներառյալ արևմտյան երկրներ, ներառյալ ԱՄՆ-ն, որը ասում է հետեւել ուկրաինացի երեխաների վերադարձ, այսինքն բանաձևի վերնագիրը փաստացի այդպես է, որի բովանդակությունը հետեւյալն է, որ բռնի զավթած երեխեքին Ռուսաստան հետ տուր։ Եվ ՄԱԿ-ը դրան պետքա հետամուտ լինի, գլխավոր քարտուղարից սկսած մինչև ՄԱԿ-ի համապատասխան մարմիններ։ Ճանաչվում է փաստը, որ Ռուսաստանը տարբեր թվեր են ասում, այնտեղ թիվ գրած չի, տարբեր թվեր են ասում մինչև 20,000 եւ ավել։ Ռուսաստանը արյունարբու, չգիտեմ, էլ ինչ բառ, այդ մարդ, այդ ամենածայրահեղ անբարով։ Եթե հետևանքներ ունենա։ Դե հետևանքներ ինքը իրանով հետևանք ունի, որովհետեւ դա քաղաքական ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնի հայտարարությունն է, բանաձև է հայտարարություն չի, եւ բան է արվում, այսինքն համապատասխան ուղերձներ է գնում աշխարհով կենտրոնային գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ի եւ Ռուսաստանին։ Հիմա այդ Ռուսաստանի հետ, այսինքն այսօրվա այսպես կոչված իրական քաղաքականությունը real politics-ը, էլի, որը այսպես ասում են, դե հա հասկանալի է, բայց դա real politics-ը, այսինքն real politics-ը իրական, իրատեսական կամ քաղաքականությունը, անպայման այդքան անբարո եւ պիղծ պետքա լինի, որ արյունարբուի հետ հարգարժան մոդի, տենց այսինքն նավթ այդքան կարևոր է քո համար, որ Հնդկաստանը օրինակ միշտ եղել է երկրներից մեկը, որ ինքը բարոյականի, հա, հոգևորի կրողն է եղել միջազգային հարաբերություններում։ Դուք մոդի ասում, բայց հիմա այս վերջացնեմ, նոր ասացիք, որ Թրամփը այս ամեն ինչից հետո պատրաստվում է մեծ տնտեսական գործարքներ, ճիշտ է, բայց գոնե ամերիկան, ճիշտ է, բայց գոնե ամերիկան, դա Թրամփն է թե Թրամփը չի, Ամերիկան որպես պետություն, այդ բանաձևին կողմ է քվեարկել, իսկ օրինակ Հնդկաստանը այդ բանաձևին չի քվեարկել որևէ կերպ, ոչ կողմ, ոչ դեմ, այսինքն ինչ անտարբեր եք, այսինքն Հայաստանը լի միջալոց չի քվեարկել, ձեռնպահ է քվեարկել ավելի շուտ, այսինքն ինչ է դա նշանակում, որևէ բարոյական, սա խոսքը հələ տեսեք ինչի մասին է խոսքը, 20,000-ի կարգի երեխեքին բռնազավթվեց Ուկրաինայից, ուկրաինացի երեխեք, որոնց ապագան անհասկանալի է, որտեղ են, ինչ ճամբարներում են, քննարկումներ կան արտասկա, որ դրանց մի մասը ուղարկել են Հյուսիսային Կորեա ճամբարներ։ Այս կարգի գործողությունը իրականացնող պետության ղեկավարի հետ դուք տենց գրկախառնվում, հա, այսինքն որևէ վերապահում չունեք։ Այնպես որ այս նոր աշխարհակարգի ձևավորման շրջանակում շատ կարևոր է, որ բացի պետական եւ ազգային շահերից, նաեւ մարդասիրական, բարոյական ներկայացումը շահերի ձևակերպման մեջ արկա լինի։ Դա շատ կարևոր է։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի հետ էինք զրուցում, զրուցվար մեր Գայանե Արաքելյանը, բարին ձեզ։